Ցանկացած իրավիճակում Բելարուսը Ռուսաստանի կողքին է, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ասել է, որ վերջերս Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչների հետ։ Ես նրանց ուղիղ ասացի՝ տղերք, փոխանցեք ձեր նախագահին։ Եթե նա կարծում է, որ կարող է մեզ հետ այդպես խոսել, դեռ մի բան էլ մեզ պատերազմի մեջ ներքաշել, ապա պետք է հասկանա, որ այդ դեպքում պատերազմի որակն ակնթարթորեն կփոխվի։ Այնպես որ եկեք տղերք պայմանավորվենք, ասել է Բելարուսի նախագահը, հավելելով, որ ստացել է Զելենսկիի պատասխանը։ Կիևը հասկանում է, որ Մինսկը չի կարող պատերազմի մեջ ներքաշվել։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող նավի։ Միացյալ Նահանգների անանուն պաշտոնյան հայտնել է, որ նավը հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքի կողմից։ Սա Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի ստորագրումից հետո առաջին նմանատիպ դեպքն է, հայտնում է CNN-ը։ Իրանը միջադեպի համար պատասխանատվություն չի ստանձնել։ Իրանի քաղաքական համակարգը մինչ օրս շարունակում են ղեկավարել արմատական հոգևորականները, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանամայում Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը։ Իրանի քաղաքական կառույցներում կան մարդիկ, որոնք կարծես ավելի ճկուն են եւ ավելի պատրաստ համագործակցելու մեզ հետ։ Հենց նրանց հետ էլ մենք բանակցում ենք, ասել է Ռուբիոն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ դեռ անելիքներ ունեն։ Իրանի դեմ դեռ շատ բան կա անելու, Համասի դեմ էլ դեռ շատ բան կա անելու, ասել է Նեթանյահուն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնվել է սկանդալի կենտրոնում եվրոպական երկրների առաջնորդների եւ Զելենսկիի հետ գաղտնի համակագրության պատճառով։ Այսպես կոչված գաղտնի չաթում ներգրավված են նաեւ Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի առաջնորդները։ Սկսվել է հետաքննություն, որը վերաբերում է ոչ թե զրույցի բուն բովանդակությանը, այլ այն հարցին, թե Եվրահանձնաժողովը խախտել է արդյոք թափանցիկության կանոնները, մերժելով լրատվամիջոցներին նամակագրությանը հասանելիություն տրամադրել։ Սաստիկ շոկի ալիքը չի հեռանում Եվրոպայից, ինչի հետևանքով մահացությունների թիվը շարունակում է աճել։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 44 աստիճանը։ Սաստիկ շոկ է նաև Գերմանիայում, Նիդերլանդերում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում։ Վենեսուելայում 38 վայրկյան տարբերությամբ տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 200-ի, տուժածների թիվն ավելի քան 4000 է, կան հազարավոր անհետ կորածներ։ Ամենաշատ վնասը կրել է Կարիբյան ծովի ափին գտնվող Վարգաս նահանգի Լա Գուայրա քաղաքը։ Նշվում է, որ այս երկրաշարժը վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժեղն էր երկրում, հայտարարվել է արտակարգ դրություն։ Չինաստանում ուժեղ անձրևներից հետո հեղեղումներ են։ Մեքսիկայում էլ ֆուտբոլային տոնը վերածվել է մղձավանջի։ Աշխարհի առաջնության խաղից հետո մեքենան մխրճվել է մեքսիկացի երկրպագուների ամբոխի մեջ, որոնք տոնում էին Չեխիայի նկատմամբ հաղթանակը։ Վիրավորվել է առնվազն 17 մարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։